Արևմուտքին ձեռնտու է Ադրբեջանի ներկայիս իշխանությունը, համոզված է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։ Անդրադառնալով Ադրբեջանում սպասվող նախագահի ընտրություններին, նա նշել է, որ այսօր որևէ մեկը, այդ թվում Ադրբեջանում ընդդիմադիր համարվող ազգային խորհուրդ դաշինքի միասնական տեխնացու Ռուստամ Իբրահիմբեկովը չի կարող լուրջ մրցակից լինել Ալիևին։ Արդեն իսկ ազգային խորհուրդն են հասկանում, որ Իբրահիմբեկովը գուցե չկարողանա մրցնել։ Հայաստանից Ծիրան արտահանող ընկերությունների թիվը պետք է ավելացնել դաշտում առկա մենաշնորհը վերացնելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Թե չէ սպայկան գալիս ասում է, սա 200 կտամ, ավել չեմ տա։ Այսինքն մրցունակություն չկա։ Այսօր Air Arabia ավիաընկերությունը ազդարարել է դեպի Հայաստան իրականացվող իր չվերթների բացման մասին։ Ուղիղ 1 ամսից կմեկնարկեն Շարժա-Երևան եւ Երևան-Շարժա ուղղությամբ չվերթները։ Շաբաթը 2 անգամ։ Ավիաընկերության կառավարիչ Հուսամ Ռայադն ասել է, թե ինչու են որոշել գործունեություն ծավալել հենց Հայաստանում։ Այսօր 5000-ից ավելի հայեր բնակվում են Արաբական Էմիրություններում։ Ամենակարևորն այն է, որ դուք շատ մատչելի կմեկնեք։ Ավիատոմսի արժեքը շատ ցածր է՝ 175 ամերիկյան դոլար, որի մեջ ներառված է նաեւ 30 կիլոգրամ ուղեբեռը։ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի երիտասարդների մեծ մասը բռնել է արտագաղթի ճանապարհը, թեև նրանք սիրում են իրենց գյուղն ու տունը, սակայն ստիպված են լքել այն։ Ինձի պայմանները դուր է գալի։ Ուղղակի ֆինանսական հարցերը, ինչ-որ այլ հարցեր, է դրա համար։ Բյուրականի աստղադիտարանը կունենա հիմնովին վերակառուցված եւ արդիականացված դիտակներ։ Աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը տեղեկացրել է, որ կառավարության ֆինանսավորմամբ աշնանը նախատեսում է ավարտել ամենամեծ դիտակի ZTA 2.6-ի արդիականացման աշխատանքները։ Միջոցներ են տրամադրվել նաեւ 1 մետրանոց Շմիդտի դիտակի վերանորոգման համար։ Մեծ քանակը աստղասահմանյան աստղագետների հետաքրքրությունով սպասում է, երբ այս գործը կավարտվի։ Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական ակտիվիստներն այսօր հավաքվել էին քննարկելու իրենց երկրների քաղաքային այգիների պահպանության խնդիրները։ Այգիների պահպանության համար պայքար է մղվել 3 երկրներում էլ։ Ի տարբերություն Մաշտոցի պուրակի պայքարի, Գեզի այգու համար պայքարողները օգտվեցին հնարավորությունից եւ պայքարը դարձրեցին քաղաքական։ Շատերը կարծում էին, որ հայ ցուցարարները նույն կերպ կվարվեն, սակայն Հայաստանում վախի մթնոլորտ կար։ Մեր падգամավորները միայն ընդհանուր առմամբ են ծանոթ ասոցիացման համաձայնագրի դրույթներին։ Որոշ սկզբունքների շուրջ ունեմ գաղափար։ Բոլորն էլ համաձայն են, որ Հայաստանը պետք է միանա եւ Մաքսային միությանը եւ Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացման համաձայնագրին։ Հայաստանի շահը կամ չի։ Ռուբեն Հակոբյանն ասում է, որ պետք է հեռու մնալ նրանից, ով եսասիրաբար կուզի, որ Հայաստանը միանա իրեն։ Ռուսները պետք է հիշեն, որ Եվրոպան համընդհանուր արժեքների ներկայացուցիչ է եւ վերմակը չքաշի իր կողմը։ Նույնը եւ Եվրոպան։ Եթե ստորագրվեք պետք է Մաքսային հետ գործ չունենաք, շատ ավելի արգումենտացված կարող ենք ասել, այդ դեպքում դուք գիտեք, քանի միլիոն հայ ապրում Ռուսաստան։ Էդուարդ Շարմազանովը նույնպես ամբողջությամբ ծանոթ չէ, թե իրենից ինչ է ներկայացնում ասոցիացման համաձայնագիրը, չնայած դրան ինքը կողմ է, որ Հայաստանը միանա այդ փաստաթղթին։ Դա լրացուցիչ լծակ կարող է հանդիսանալ Թուրքիային դեմ ճնշում գործադրելու, որպեսզի Թուրքիան փակ չպահի Եվրոպայում միայն փակ սահմանը։ Ժամանակը չէ, որ ժողովրդին էլ տեղյակ բան թե իրենից ինչ է ներկայացնում ասոցիացման համաձայնագիրը։ Որ ժամանակը գա կամ աստիճանաբար մեր կառավարության ներկայացուցիչները, մեր էկոնոմիկայի նախարարությունը արդեն բնականաբար բարձրաբանումներ կտա։ Օրինակ երկրի ներկայացուցիչն էլ ինչ-որ բաներ գիտի ասոցիացման համաձայնագրի մասին։ Հիմնականում փաստաթուղթ է։ Հովհաննես Մարգարյանի կարծիքով Հայաստանը պետք է աշխատի այդ փաստաթղթի դրույթների վրա, այնպես չէ, որ միանգամից համաձայնություն կտա փաստաթղթի բոլոր դրույթներին։ Կքննարկվի կետ առ կետ։ Եվս քանի միլիարդ դոլարի զենք պետք է վաճառի Ռուսաստանը Ադրբեջանին, որպեսզի Հայաստանը միանա միայն Մաքսային միությանը։ Հովհաննես Մարգարյանն այս հարցի պատասխանը չունի։ Ինչպես էլ վարվի Հայաստանը, դա պետք է ամրապնդի մեր անկախությունը, ասում է նա։ Արևելյան գործընկերությունն ուղղակի ժամադրություն է, մինչդեռ Եվրասիական միությունն ամուսնություն, այսպես ներկայացրեց Եվրամիության ասոցիացման պայմանագրի շուրջ ստեղծված քննարկումները լիտվացի փորձագետ Վիտիս Յուրկոնիսը։ Եվրամիության արևելյան գործընկերությունը հաջող գործընկերություն է, իսկ Եվրասիական միությունը հավասարը հավասարի հետ չի վարվում։ Այս տարի նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա արևելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ էլ կհրապարակվեն ասոցիացման պայմանագրի շուրջ սկսված բանակցությունների արդյունքները։ Ռուսաստանը ձգտում է Հայաստանին տեսնել Եվրասիական միության կազմում, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, դա նշանակում է խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի։ Այս հանգամանքը նրան հիշեցնում է ականավոր հումանիստ Անդրեյ Սախարովին։ Որ ամբողջ սովետական միությունը քննադատում էր Անդրեյ Սախարովին, բայց չէր կարող գտնել մարդ, ով կարդացել էր Անդրեյ Սախարովի հոդվածները
կամ հայտարարությունները։ Դա շատ հետաքրքիր տրադիցիա է ու մինչև այսօր մնում է։ Ինչ է սպասվում Հայաստանին, եթե պայմանագրի ստորագրումից հետո մեր իշխանությունները չկատարեն ստանձնած պարտավորությունները։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հումորով ասված խոսքերը։ Այդ դեպքում մենք ձեզ Հայաստանի իշխանություններին դատի կտանք։ Հայաստանի իշխանությունները չեն կարող անգամ պատկերացնել, թե ինչ լրջագույն սանկցիաների մասին կարող է խոսք լինել, եթե Վիլնյուսից հետո եւս իմիտացիայի այս գործընթացը փորձեն շարունակել։ Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը այսօրին Ռուսաստանի Դաշնությունում շովինիզմի զոհ է դարձել։ Այս կարգախոսով մի խումբ քաղաքացիներ, ովքեր սոցիալական ցանցերում հանդես են եկել պաշտպանություն հայ վարորդի, այսօր հավաքվել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց։ Հայաստանի Հանրապետության ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին հնարավորինս հեռու պահեցին դեսպանության շենքից։ Հենց տեղում բողոքի ակցիայի մասնակիցները ստորահավաք սկսեցին, պահանջելով համապատասխան հարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր հայրենակցի նկատմամբ, որի վարած բեռնատար մեքենան հուլիսի 13-ին Մոսկվայում վթարի է ենթարկվել։ Պատարի արդյունքում զոհվել է 18 մարդ, վիրավորվել 50-ը։ Ցուցարարները գտնում են, որ եթե Հրաչյա Հարությունյանը մեղավոր է, պետք է պատժվի, սակայն նրանք վանդալիզմ են համարում 46-ամյա տղամարդուն կանացի Հակոստով հիվանդանոցից դատարան տանելը։ Ոչ մեկ իրավունք չունի մարդու արժանապատվության հետ խաղալ, ներկայացնելով իրան ոչ մարդավայել կերպով։ Դա ուղղակի շովինիզմ է։ Պարզապես մարդը ստորացվում է անկախ նրանից նա ինչ ազգության է։ Արդյոք եթե այդ վարորդը լիներ սլավոնական ազգի ներկայացուցիչ կամ ռուս, այդպիսի վերաբերմունքի կարժանանար։ Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ։ Պարոն Իշխանյանը անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների լռությունը։ Տեղ ունեցած դժբախտ պատարի առիթով միայն Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ցավակցել ըստ նրա բավարար չէ։ Հայաստանի արտգործնախարարության մակարդակով եւ նաեւ Սփյուռքի նախարարության մակարդակով պետք է բողոքի նոտան հղվի Ռուսաստանի Դաշնությանը։ Ակցիայի մասնակիցները ստորագրված պահանջագիրը նետեցին դեսպանատան դիմաց գտնվող նամակատար արկղում։ Նույն քաղաքացիների պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կիրականացնեն նաեւ վաղը։ Արմավիայի նախկին աշխատակիցները այսօր ընկերությունից կրկին հեռացան ձեռնունայն, թեև նրանց խոստացել էին այսօր վճարել աշխատավարձի մի մասը, սակայն ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանից հերթական անգամ ստացան նույն պատասխանը։ Հարց մի տուրին երբ գամ։ Դուք ներող տղա եք, պետք է հասկանաս, որ եթե եղավ, ուրեմն մյուս օրը կլինի։ Եթե չէ, ուրեմն չի լինի, մյուս օրը չի լինի։ Հուսահատված Արմավիայի նախկին ավիատեխնիկները չգիտեն ում դիմել իրենց աշխատավարձը ստանալու համար։ Ասում են, բոլոր խնայողությունները սպառվել են, իսկ պարտքերն ավելացել։ 31 տարվա աշխատանքային փորձ ունեցող ավիատեխնիկ Գևորգ Դուրգարյանը գոյատևելու համար սկսել է իր տանգույքը վաճառել։ Եթե ասենք մեր մնացած գումարը ինչ որ մնացել է, մենք ստանանք, մենք կարող ենք ասել մեր ընտանիքի գոյատևությունը պահպանենք։ Գևորգ Դուրգարյանը եւ իր հասակակից ավիատեխնիկները իրենց մասնագիտական կրթությունը հիմնականում ստացել են Ռուսաստանում։ Ավելի երիտասարդ ավիատեխնիկները Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտներ են։ Էդգար Մովսիսյանը հիշում է, իր 30 կուրսընկերներից միայն 2-ը կարողացան աշխատանքի տեղավորվել ավիացիոն համակարգում։ Տվյալ պահին այսօր այս մասնագիտությունը պահանջված չի կարող լինել, որովհետև ավիաընկերություն չունենք։ Փաստորեն Հայաստանում այսօր ավիատեխնիկների պահանջարկ չկա, իսկ արտասահմանյան մի շարք երկրներում հայ մասնագետների սերտիֆիկատը չի համապատասխանում։ Արդեն աշխատանք չունեցող 70-ից ավել ավիատեխնիկներին մնում է միայն սպասել աշխատանքային առաջարկի։ Ես հենց վաղն էլ կգնամ, եթե զանգեն կանչեն։ Ես ընտանիք ունեմ, իմ ընտանիքը պետքա ապրի։ Իրանցի գործարարները Հայաստանի միջոցով ցանկանում են մոտ գործել ՀԱՊՀ երկրների շուկա։ Դրան է միտված նաև Երևանում իրանական առևտրի կենտրոնի հիմնադրումը։ Այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ներկային արդյունաբերական ոլորտի մոտ 60 իրանցի գործարարներ։ Իրանը 75 միլիոնանոց մեջ շուկա է, մենք կարող ենք համագործակցել սննդամթերքի ներկման եւ մասնավորապես մսի ներմուծման հետ կապված մեր կարիքների մի մասը ապահովել Հայաստանից։ Հանքարդյունաբերության ոլորտում այդ թվում պղնձի եւ ալյումինի ներմուծումով ենք մենք շահագրգռված։ Չնայած տարբեր բնակավարներում հայ-իրանական համագործակցությանը, տնտեսական ոլորտում առկա են որոշ հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է ավելի ընդլայնել բիզնես գործակցությունը։ Պետք է լուծել խնդրահարույց մաքսատուրքերի հարցը, կնքել տարիֆների երկկողմանի համաձայնագիր, նաև սահմանել ոչ արտոնագրային ռեժիմ, որը թույլ կտա երկու կողմերի գործարաններին ազատ տեղաշարժվել։ Հայ-իրանական երկաթուղու կառուցումը կընդլայնի հետագա տնտեսական համագործակցությունը։ Ան ոչ միայն կնպաստի ապրանքաշրջանառության ավելացման, այլև Հայաստանին թույլ կտա դուրս գալ արևելքի շուկաներ։ Ինքը հարցը օրակարգում է, բայց
այս հարցը այն հարցը չի, որ սենց ասել ու անելը մեկ կլինի։ Այսօրվա համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Թերանի առևտրահարությունաբերական պալատների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Միայն 2012 թվականին Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանությունը կազմել է $317 միլիոն։ Այդ ժամանակահատվածում Հայաստանից Իրան արտահանման ծավալը կազմել է $98 միլիոն, Իրանից Հայաստան ներմուծման ծավալը $220 միլիոն։ Ռուսաստանի Դաշնությունում դժբախտ պատահարի արդյունքում 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքը որևէ տեղեկություն չունի նրա մասին։ Վերջին լուրերը Հրաչյայի 24-ամյա դուստրը ստանում է էլեկտրոնային լրատվամիջոցներից։ Հրաչյա Հարությունյանի 77-ամյա հայրն այսօր Արցունքն աչքերին պատմեց 3 ամիս առաջ որդու Ռուսաստան մեկնելու դրդապատճառների մասին։ Իրաները մերը մահացավ 11 թվին։ Նրանց հետո տղեն ասի տղա ջան գնում ես ասես գնամ երկու կապեկ աշխատեմ։ Բերավոր գերեզման սարք։ Հայաստանի սահմաններից դուրս աշխատանք փնտրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի 46-ամյա Հրաչյա Հարությունյանը հուլիսի 13-ին նոր Մոսկվայում խիչ տեղափոխող Կամազ մակնիշի բեռնատարով մեծ արագությամբ բախվել էր մարդատար ավտոբուսին եւ երկու մասի բաժանել այն։ Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 50 մարդ։ Շրջանառվող լուրերի համաձայն Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը արգելակների խնդիր է ունեցել։ Հրաչյան օրվա ընթացքում մի քանի անգամ տուն էր զանգում, իսկ դեպքի օրը միայն առավոտյան էր հասցրել զանգահարել կնոջը։ Մի 5 րոպե երևի խոսացինք, ասես լավ, հետո կզանգեմ։ Մի քիչ ուշոտ կզանգեմ։ Այդ զանգերն էր, որ պետքա զանգերին։ Կնոջ խոսքերով Հրաչյան ասում էր, որ շատ է կարոտում ընտանիքին, հատկապես 4-ամյա թոռանը Արտյոմին, որին խոստացել էր նվերներ բերել Ռուսաստանից։ Մոտորեմ, պապիկից մեկել հետանի վերկուականի։ Ասում էր, կարոտը խեղդում է, կարոտը խեղդում։ Ասում եմ, եթե խեղդում է, հել արի, ինչ ես մնում։ Բա չէ։ Գոնե ասում եմ, մի $5,000 ջեբս լինի, որ կարանամ որ գամ իմանամ ինչ անեմ ես։ Գերեզմանների, շատը գերեզմանների համար էր գնում։ Հրաչյա Հարությունյանի կինն ու դուստրը երբեք չեն մտածել, որ Արցախյան հերոսամարտին կամովին մասնակցած Հրաչյայի շքանշանը երբևէ կարող են մեկին ցույց տալ, նրա արժանինքներն ընդգծելու համար։ Միշտ մտածել են, որ այդ մասին բարձրաձայնելը անհամեստություն է։ Այսօր ստիպված են դիմել այդ քայլին։ Ճակատագրի բերումով հայրենիքից դուրս նրա իրավունքները պաշտպանելու, աղավաղված կերպարը վերականգնելու համար։ Նրանց վիրավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճակատագրի նկատմամբ մեր իշխանությունների անտարբերությունը։ Հրաչյայի հարազատները հիշեցնում են, որ եթե այսօր մեր պետությունն ապահովեր նրան աշխատանքով, ապա վերջինս չէր հայտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Այն հարցը, որ չունենք նախագահ, չունենք պաշտպան, այդ միանշանակ տենց է։ Իմ հայրը լինելով ազատամարտիկ, պաշտպանել է հենց իրանց նմաններին։ Հարազատների խոսքերով Հրաչյան 20 տարվա պրոֆեսիոնալ վարորդ է եւ միշտ էլ բեռնատար մեքենաներ է վարել։ Աշխատել է առանց չեպեների։ Առանց վթարի 20 տարի։ Հրաչյա Հարությունյանի ընտանիքը վանդալիզմ է համարում այն փաստը, որ ավտովթարից հետո կոմայի մեջ հայտնված վարորդին Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում ռուս բժիշկները դեղամիջոցներով դուրս են բերել կոմայից եւ կանացի խալաթով ուղարկել դատարան։ Որ այսօր ծաղրում են ու ծաղրուծանակի են ենթարկում ու այդ հոգեվիճակում նրան հարցակրթություն են տանում, դրա համար մեր ղեկավարությունը պետք է պայքարի։ Տեղի ունեցածից ուշքի չեն գալիս ոչ միայն Հրաչյայի հարազատները, այլև հարևանները։ Ռուսաստանի Դաշնության դատարանում հարցաքննության ժամանակ Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Ամեն մի ողբերգությունը ծառի նման մի բան է, որքան մեծ է ողբերգությունը, այդքան խորն են դրա արմատները։ Այդ ակամա մարդասպանը մարմնավորում է իրենով մի խորհուրդ, մի նշան, իսկապես մի ուղերձ, որը ուղղված է բոլորիս։ Այդ տղամարդը, այդ հայը, միջին տարիքի, իմ հասակի մոտավորապես, իմ սերնդակիցը, տվել է պետությանը այն ամեն ինչ ուներ։ Նա ծառայեց բանակում որպես կամավոր պատերազմի տարիներին, նա ազատամարտիկ է, ամենայն դեպս այդպես է գրվել իր մասին։ Նա տվել է որդուն, զավակին, երրորդ ողբերգությունը, դա արտագաղթն է։ Նա չգտավ միջոցներ որդուն պարկեշ ձևով մարդավարի, ինչպես մերոնք ասում են, թաղել, շիրմաքար դնել։ Դրանով էր նա բացատրում Ռուսաստան մեկնելը։ Մի ողբերգություն էլ, որը չի երևում, այն է, որ ընտանիք է քանդվել եւ կինը եւ ընտանիքը մնացել է այստեղ։ Ռուսական մամուլը օգտագործում է տարբեր, ոչ այնքան լրագրությանը հարիր բառապաշար, բառաչել եւ այլն եւ այլն։ Արդյոք սա եւս նշան չէ, որ
մեր միգրանտների հանդեպ Ռուսաստանը սկսում է նոր ճնշումներ։ Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ մարդը, որը մեկնել է, դարձել է ակամա մարդասպան եւ 18 զոհ է, զոհի պատճառ է դարձել եւ այստեղ ինչպես էլ մենք մեկնաբանենք լրագրողների մոտեցումները, իսկ Ռուսաստանում լրագրողությունը անչափ քաղաքականացված, ինչպես նաև ցավոք եւ մեզ մոտ, մենք դա չէ որ պետք է քննարկենք։ Եթե մենք գնանք այդ ճանապարհով, մենք չենք տեսնի մեր սեփական մեղքը։ Դա մեր մեղքն է։ Մեր մեղքը, որ մենք չենք կարողացել որպես պետություն կայանալ, որ մենք չենք կարողացել շնորհակալ լինել եւ հատուցել ազատամարտիկին։ Այսինքն այն, որ այս հպարտ մշակութային ազգը դառնում է մտնում է այդ կարգավիճակի մեջ, դա ոչ թե ռուսների կամ անգլիացիների կամ ֆրանսիացիների, դա նախ եւ առաջ մեր մեղքն է, ու ես էլի այստեղ շատ վտանգավոր եմ համարում, որ մամուլը մակերեսային եզրակացություններ անի եւ ամբողջ մեր ցավը տեղափոխի դեպի ընդունող կողմը։ Խնդիրը բոլորովին դա չէ, խնդիրը այն է, որ մենք ենք ստեղծել այդ էվակուացիան ելիցը, փախուստը եւ դրա դեմն է պետք առնել, այլ ոչ թե նայել մեզ այնտեղ ինչպես են վերաբերվում, այնպես էլ կվերաբերվեն։ Իմիջիայլոց այդ ողբերգության տեխնիկական մասն էլ է բավական հետաքրքիր, փաստաբանները արդեն հայտարարել են, որ մեքենան, որը նա քշում էր, տեխնիկական սարսափելի անսարքություններ ուներ, ու պարզ է, որ ոչ մի քաղաքացու, ոչ մի իրավասու անձին նման բան չէին հրամեցնի, այդ մարդը ընտրություն չուներ, նա գնացել էր ինչ-որ մի կտոր փող աշխատել, մի քանի $1000, որ բերի եւ նա ասել է ինչի համար է գնացել, եւ սա էլ է ապտակ մեզ բոլորիս։ Դուք ասում եք, որ այդ մարդը տվեց հասարակությանը, պետությանը այն ինչ որ կարող է, այսօր ինչ պետք է անի պետությունը, այսօր պետք է կանգնի իր կողքին, ինչ որ ձևով։ Մեծ հաշվով պետություն չկա, որովհետև եթե մենք այստեղ պետք է թելադրենք ինչ պետք է անի պետությունը, դա ծիծաղելի է, բայց գոնը մի բան այս մնացորդները, այդ փշրանքները, որ պետությունը դեռ ունի, պետք է անի անմիջապես, ես կարծում եմ նրան դատավաճառից հետո պետք է օգտագործելով բոլոր հնարավոր լծակները տեղափոխել Հայաստան, որ նա պատիժը կրի Հայաստանում։ Ես կարծում եմ, որ եթե մենք չկարողանանք նրա պատժի ժամկետը ապահովել Հայաստանում, նրանք կխոշտանգեն, դա ակնհայտ է, նրան արդեն խոշտանգում են մամուլում եւ նրան թույլ չեն տա կրել պատիժը եւ այն, որ նրան բերել են այդ ծաղրածոական վիճակում կնոջ խալաթով, դա իհարկե միտումնավոր է արված եւ դա արդեն ակնարկ է ինչ է իրենց սպասում բանտում։ Ալավերդիում քաղաքացիական գործեր քննող դատավորը մայիսից 6 ամսով գործուղվել է Երևան։ Անավարտ գործերը քննելու համար ստիպված դատավոր են հրավիրել Վանաձորից եւ Սպիտակից։ Նոր դատավորների ներգրավումը սակայն առանձին դժգոհություններ է ստեղծում դատական գործի մասնակիցների եւ փաստաբանների համար։ Այսինքն ունենք դատական գործեր, որ բավականին, ուրեմն դատական նիստեր են եղել, փուլեր կան, որ անցել ենք, բայց դատավորի փոխարինման առիթով կատարած աշխատանք, այսպես ասած, ջուրն է թափվում։ Փաստաբանը մտահոգություն ունի, որ շուտով դատավորների աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերը կանցկացվեն Վանաձորում, որը գործի մասնակիցների եւ փաստաբանների համար ոչ միայն ժամանակի կորուստ է, այլև լրացուցիչ ծախս։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում քաղաքացիական գործերով մանավանդ դատավորները շատ ծանրաբեռնված են եւ օրական 4-5 դատական նիստ են անում։ Դուք պատկերացրեք, օրինակ Վանաձորի տվյալ դատավորը, որ տես ծանրաբեռնված է, գա Ալավերդի, հիմա էլ Ալավերդի դատական նիստ անի։ Ալավերդու Լաչինի միջանց կոչվող վայրում կառուցված այս պատի մասին խոսվում էր դեռևս կառուցումից առաջ։ Սկզբում պայքարում էին մի կողմից պատի կառուցումը կանխելու, մյուս կողմից կառույցն արագացնելու համար։ Ի վերջո պատը կառուցվեց, ընդդիմադիրներն էլ հարմարվեցին այս մտքի հետ։ Սակայն պատը էսթետիկական տեսքի բերելու քաղաքապետարանի խոստումն այդպես էլ իրականություն չդարձավ։ Այդ թեման հնարավոր չի մոռանալ, որովհետև ամեն օր աչքի առաջա, առավել ևս ինձ համար, որ իմ պատշգամբից անմիջապես ես այդ պատին եմ նայում ամեն առավոտ եւ երեկո։ Այնուամենայնիվ այս պահին մի քիչ դժվարություններ կան ֆինանսական, ամեն դեպքում անելու ենք։ Այսօր շատերն են իրենց ամառային հանգիստը նախընտրում անցկացնել ջերմուկ ու առողջարանային քաղաքը բազմաթիվ ծառայություններ է առաջարկում, իսկ որքանով են դրանք մատչելի։ Ինձ որ շատ է դու եկե, շատ։
Չեմ պատկերացնում, որ Հայաստանի ժողովուրդը երբ որ ասենք իրանք ստանում են 60-50 100,000 դրամ, դրանով ինձ թվում է հազիվ ընտանիքները բավարար է։ Այն, որ ջերմուկում հանգիստն այսօր թանքաճույք է, համաձայն չէ Մոր եւ Մանկան առողջարանի տնօրենը, նրա խոսքերով իրենց քաղաքում շատ ցածր գներով հնարավոր է ոչ միայն հանգստանալ, այլև օգտվել առողջարանի մատուցած ծառայություններից։ Եթե համեմատենք առողջարանը, այնինչ մենք ենք տալիս, այսինքն բուժում 3 անգամ սնունդ եւ առողջարանի սենյակները շատ ցածր գներ են մեզ մոտ։ Սկսում է 9500 դրամից կոնկրետ այս առողջարանում։ Հրազդանի ջրառատ թաղամասի ծերունիները մի հետաքրքիր ավանդույթ ունեն, արդեն 25 տարի է նրանք ամեն տարի հավաքվում են։ Ավանդույթի սկիզբը դրվել է 1988 թվականին, երբ լրացավ նրանց 50-ամյակը։ Նրանք բոլորն էլ ծնվել են 1938 թվականին։ Առաջին անգամ հավաքվեցին, երբ 50 հոգով էին։ Նրանցից շատերն այսօր ողջ չեն, այդ թվում ավանդույթի հեղինակ ջրառատի դպրոցի առաջին տնօրեն Սուրեն Գրիգորյանը։ Մենք եղել ենք 50 ռնդամալիցամազները, եղել ենք 50 Նարդ տաղաներ, այժմ մնացել ենք 19 հոգի, 31-ը գոյություն չունի։ Մարդը, ով գնահատում է ամեն ինչը վաճառքի համար, նա կարող է հայրենիքն ու ընտանիքն էլ վաճառել, ու գինը կապ չունի։ Скорее! Я ведь еще только учусь. Ну что вы, время? Время – деньги. Как говорится, когда видишь деньги, не теряй времени. Куй железо, не отходя от кассы.